նիստի քարտուղարին խնդրում զեկուցել դատավարության մասնակիցների և դատավարությունն առանձնց նիստի ներկայացնելու մասին, ներկայացված անձանց ճշգրտության ուսուցումներու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին։ Դատական նիստի ներկայացել են այսօր ներկայացուցիչ Սոնա պատասխանող Վահագն Մինասյանը, պատասխանող ներկայացուցիչ Տիգրան Սարյանը։ Հարգելի դատավարության մասնակիցներ, մինչև դատաքննության դիմադրության անցնելը որևէ միջնորդություն ունեք դատարանի ներկայացնելու այսօր փող։ Դուք պատասխանողի ներկայացուցիչ։ Մենք խոստացել ենք դատարանին և ոստիկանությանը տրամադրել տեսանյութը։ Այժմ դատարանը ներկայացնում խոստացած տեսանյութը։ Ներկայացնում եմ 0804-2014 թվականին ներկայացուցիչի կողմից միջնորդությունը ներկայացվել դատարանին Վահագն Մինասյանի դեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցադիմումները մեկ վարորդով միացնելու վերաբերյալ, սակայն նախորդ դատական նիստին նկատի ունենալով, որ այսօրի ներկայացուցիչը դատական նիստերի դահլիճում չէր մասնակցում դատական նիստին, ուստի ներկայացված միջնորդության քննարկումը դատարանը հետաձգել է, այսինքն դրա վերաբերյալ որոշում չի կայացվել։ Խնդրեմ միջնորդության վերաբերյալ ձեր կարծիքը։ Առաջ միջնորդությանը, քանի որ այդ բոլոր վարորդները տարբեր դատարանների մոտ գտնվում են դատավարական կառավարություններում և միացնելով նրանք գոնե առնվազն ինձ համար խառնաշփոթ իրավիճակ ստեղծվել, այսինքն իմ համար ժամանակի և կատարված աշխատանքի անտեղի կորուստ։ Եվ նախ նշեմ ես մեկ մանրամասն, որ նշված բոլոր վարչական վարույթները դրանք միգուցե վերաբերում են նույն անձին, սակայն դրանք կատարման ժամով, ձևով արտահայտված առանձին իրավախախտումներ են, ուստի միացնել և քննել դա ավելի ոչ նպատակահարմար կհամարվի, ուստի առարկում է։ Շատ լավ, Վահագն Սաֆարյան, կնշեք այն իրավական հիմքը, որի հիմնավորել որ միջնորդել է գործի վարորդը միացնելու, գործերի վարորդները միացնելու և մեկ վարորդում քննելու։ Այժմ դատարանը մեր կողմից ներկայացված միջնորդությունը նշված է վարչական դատավարության գործիքի իշխանությունների որը խոսված է, ինչպես նաև մարդու ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 13-րդ հոդվածը։ Առաջին իրավական նորմը նշում է, որ միևնույն առարկային վերաբերող տարբեր վարչական գործեր կարող են միացվել։ Այս կապակցությամբ մենք պնդում ենք, որ չնայած նշված վարչական գործերը տարբեր օրերի կամ նույն օրը տարբեր ժամերի ենթադրյալ վարչական իրավախախտման մասին է խոսքը գնում կամ հակընդդեմ հայցի դեպքում Վահագն Մինասյանի իրավունքների ոչ իրավաչափի ժամանակությանը, այդ պահանջից մենք գտնում ենք, որ գործողությունները իրենց ամբողջության մեջ հետապնդել են մեկ ընդհանուր ոչ իրավաչափ նպատակ, այն է հնարավորինս անհարմարություններ պատճառելու միջոցով ստիպել Վահագն Մինասյանին հրաժարվելու իր կարծիքն արտահայտելու մտադրությունից և այդպես չմասնակցի խաղաղավարքին։ Մենք նաև վկայակոչում ենք Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը և պնդում ենք, որ այս ողջ միջամտությունները, որոնք տեղի են ունեցել 2013 թվականի հուլիսի 26-ից սկսած կապված բողոքի ակցիայի հետ, հետապնդել են բացարձակապես այլ նպատակ, քան դրան արտաքնապես տրվել է նկարագիր, այն է վարչական իրավախախտման վարույթներ։
կոնվենցիաների մեջ։ Ինչ վերաբերում է կոնվենցիայի 13-րդ հոդվածին, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է վերցրել անձանց համար երաշխավորելու, այդ թվում նաև Վագեն Մինասյանի համար երաշխավորելու իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Մենք գտնում ենք, որ այս պահի դրությամբ 14 առանձին վարչական գործերով Վագեն Մինասյանը ստիպված լինելով ներգրավել և իրականացնել իր շահերի պաշտպանություն 14 տարբեր դատավորությունների ընթացքում, դա չի համապատասխանում արդյունավետ միջոցի այն դրդին, ինչպիսին որ տրված է Եվրոպական կոնվենցիայով և Դատարանի նախագահական իրավունքով։ Հետևաբար, չնայած հնարավոր է, որ տարբեր գործեր գտնվում են տարբեր վարույթներում, այդուհանդերձ Վագեն Մինասյանի համար ավելի արդյունավետ կլինի, որ բոլոր գործերը միացան և քննվեն ընդհանրեն մեկ վարույթում, և վարչական դատարանն արդեն հնարավորություն ունենա ամբողջության մեջ գնահատել ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը, կամ եթե հանկարծ գնահատում, որ դրանք եղել են իրավաչափ, ապա այդ միջամտության համաչափությունը, այսինքն խաղաղի ազատության և այլոց մասնավորապես քաղաքապետարանի կամ նրա աշխատողների շահերի պաշտպանության հավասարակշռությունը։ Այսինքն ամբողջության մեջ ավելի հեշտ կլինի ամբողջական ֆակտորը դիտարկել, իսկ առանձին գործերով, առանձին դրվագներով վարչական դատարանը տվյալ գործով, սույն գործով դատարանը չի կարող գնահատել, ենթադրենք նույն օրը, բայց այլ ժամին Վագեն Մինասյանին նորից քննիչ ձեռքերով ոստիկանություն տանելու իրավաչափությունը։ Շատ դախնդում եք ինչ։ Այո, ամբողջությամբ։ Դատարանը ընդունել է վարչական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածը, քննարկելով ներկայացված միջնորդությունը գործի վարույթները միացնելու և մեկ վարույթում քննելու մասին և ղեկավարվելով վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով, մասնավորապես վարչական դատարանը իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ վարույթում միացնելու միևնույն առարկայի վերաբերյալի քանի գործ, տվյալ դեպքում նորմի մեկնաբանությունը և դրամաբանությունը, ինչպես նաև օրենսդրի դրամաբանությունից ելնելով, դատարանի համոզմամբ օրենսդիրը նկատի ունի վարչական դատարան եզրույթ օգտագործելով մեկ դատավորի վարույթում գտնվող մի քանի գործերը միացնելու և մեկ վարույթում քննելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը միացնելու և մեկ վարույթում քննելու հնարավորությունը, առավել ևս դատարանի համոզմամբ, որ գործերով անհրաժեշտ է ուսումնասիրել փաստերը առանձին և այն հանգամանքն նկատի ունենալով, որ թվով հարուցվել է 14 վարչական գործ, որ պետք է դրանց անդրադառնալ առանձին, ամեն մեկը իր փաստերի մասով և հետազոտել պարզելու համար կատարվել է արդյոք ենթադրյալ վարչական իրավախախտումը, թե ոչ։ Ուստի նման պայմաններում դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման։ Ուստի մերժում է ներկայացված միջնորդությունը։ Արտաքննության անցկացման կարգի հետ կապված հաջորդականության որևէ առաջարկներ կան, թե դատարանի նախաձեռնությամբ սահմանի արտաքննության անցկացման կարգը։ Նկատում եք ապացույցների հետազոտ։ Նկատի ունեմ բացման խոսքերը և ապացույցների հետազոտումը, ինչպես նաև ներկայացվել է զուգահեռավիրելու միջնորդություն, չէ։ Դատարանը որոշել է տեսանյութից հետո։ Տեսանյութ ուսումնասիրելուց հետո, որին կանդրադառնանք, այլ խոսքս հենց դրան է վերաբերվում, ոնց է կարծում բացման խոսքով ով անվեց դա սկզբից և գործում առկա գրավոր և իրավական ապացույցները հետազոտելուց հաջորդականությունը։ Ես առաջարկում եմ բացման խոսքեր ըստ հայցերի ներկայացման արտաքննության, սկզբնական այսօր հակընդդեմ հայցքով, այնուհետև հետազոտենք տեսանյութը նոր գործում առկա փաստաթղթերը։ Հարցություններ կան։
անձնությամբ եւ այսպես 2013 թվականի օգոստոսի 27-ին հաստատվեցի բողոքի ակցիայի հերթական օրը։ Կներեք, ուղղակի ձեր բացման խոսքը, եթե պետք է ներկայացնեք այն ինչ-որ ձեր հայցադիմում, ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա կամ հնարավորինս ակիրք չներկայացվեք, եթե ինչ-որ լրացումներ կան կամ ինչ-որ նոր բան եք ասելու, այդ շեշտադրումը կատարեք դրա վրա։ Աշխատում շատ հայտնի է։ Բողոքի այդ օրը հերթական անգամ բացառիկ է նրանով, քանի որ 10 թվականի Մեկ հարցերից դու տեսանյութ չներկայացրեցիք։ Ես չունեմ տեսանյութ ներկայացնում, բացառիկ է նրանով, որ շուրջ 100 օր տեղացած բողոքի ակցիայի ժամանակահատվածում դա միակ այն բացառիկ օրն է եղել, գիշերն է եղել, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը, այսպես ասած ցուցադրաբար բողոքը արտահայտելու ձերի շրջանակների ֆորմատի մեջ որոշել էին եւ մտադրված գործողություն իրականացնելով քնել են Երևան քաղաքի քաղաքապետարանի կենտրոնական մուտքի վարչական շենքի կենտրոնական մուտքի դռների աստիճանահարթակներին։ Ես արդեն նշել եմ, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի վարչական շենքը պահպանվող ռեժիմային օբյեկտ է, այն ունի շուրջօրյա գործող աշխատակազմ, այսինքն քաղաքապետարանի վարչական շենքում գործում է փրկարարծարության արագարձականության շուրջօրյա կենտրոնը, որը այսինքն օգտվում է տվյալ մուտքից, այսպես ասեմ։ Ինչպես նաև հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով շուրջօրյա ծառայություն իրականացնող ոստիկաններ, ովքեր ապահովել են ինչպես հասարակական անվտանգությունը, այնպես էլ նստածույցի մասնակիցների անվտանգությունը, այդ նկատառումներից ելնելով ներկայացրել էին աստիճանահարթակներին քնած Վահագն Մուսյանի եւ մի քանի այլ բողոքի ակցիայի մասնակիցների ուղղակի վեր կենալ աստիճանների այդ հատվածից եւ մի փոքր գնալ, եթե մեջ կտանեն քաղաքապետարանի շենքին դեպի ձախ, որտեղ որ միշտ տեղակայված է եղել բողոքի ակցիայի մասնակիցների, այսպես ասած, նստավ վայրը, որտեղ որ իրենք խոտածածկին տեղավորված են եղել։ Այդ գիշերը դրանով էր բացառիկ, որ իրանք եկել են պարկել են ծառայություն իրականացնող ոստիկանները, արձագանքել են քնելուն, ուղղակի չեն եկել մոտիկացել։ Շենքի ներքին պահպանություն իրականացնող ոստիկանությունը ռադիոկապի միջոցով տվել է կանչ, որ աստիճաններ ինչ-որ կներեք արտահայտությանը բան կա դրված, որը նշմարելի եւ հասկանալի չի։ Արտաքին ծառայություն իրականացնողներն են մոտիկացել, տեսնելով որ կարկածները քաղաքացին են, ուղղակի ներկայացնելով օրինակ անպահար, ելնելով ոստիկանության մասին օրենքից, հասարակական կարգի հասարակական մասնավորապես անվտանգության եւ տվյալ քաղաքապետարանի վարչական շենքի պահպանվող օբյեկտների հանգամանքից, ինչպես նաև վերջինիս անվտանգություն, ուղղակի դուրս գալ աստիճանահարթակից, ինչի մի պատասխան։ Քաղաքացիներ ծառայություն իրականացնող ոստիկաններական խնդիրը չեն կատարել, այսինքն շարունակել են միտինգավոր մնալ աստիճաններին։ Իսկ տվյալ պարագայում, այո, մուտքը պետք է լինել անցանելի, այսօր շուրջօրյա գործող կառավարող փրկարարծարայության արագարձականության կենտրոնի համար։ Ինչպես նաև չբացառենք, որ կարող է նշանը լինել ինչ-որ մի տագնա, կարող է լինել հրդեհի ազդանշան եւ այլն, այսպես ասած, ֆորս-մաժորային իրավիճակ, որը մուտքը կարող քնած քաղաքացիների միջոցով ոչնչով հանդիսանալ որոշակի գործողությունների ծավալելու։ Այդ նկատառումներով ներկայացվել է պահանջ, ինչը քնած կամ արդեն չքնած կամ մտադրվող քնելու քաղաքացիները, ինչպես ակնհայտ հայցի մեջ ասած, մտադրվել են քնել աստիճաններին։ Պահանջը չի կատարվել, իրականացվել է բերում, ոստիկանության բաժին, վարչական բաժին, եւ արդյունքում ներկայացվել է հայցադիմի դատարան, արդեն ասացի, ինչ բան պահանջում։ Եվս այսքանը։ Աստորեն խոտածածկի կարելի է, բայց մուտքի չի կարելի։ Խոտածածկը պահպանվող օբյեկտի ցանկում չի նախատեսվել։ Բացատրեմ, քանի որ բողոքի ակցիան տևական ժամանակ է եղել, այսինքն ոստիկանությունը իրականացնելով համապատասխան ծառայություն, այսինքն տեղյակ է եղել, այսպես ասած, ինչի մասին է խոսքը, այսինքն թե իրականացնել շուրջօրյա վերակարգային ծառայություն եւ իմանալով թե բողոքի ակցիան որտեղ պետք է սկսի, կոպիտ ասած, որտեղ ավարտվի, եթե ոստիկանությունը միշտ վերակարգը կանգնած եղել ու տեսել է, որ գիշերվա ժամին նրանք խոտածածկին են կամ պաստառները գցված են խոտածածկին, մեքենաներն են կայանված են այս հատվածում։
Այսինքն եղել է որոշակի տրամաբանական, այսպես գիտենք, որ իրենք էստեր են, իսկ որ կապը տվել է, այսինքն ոչ թե հանդուրժել, այլ բողոքի ակցիան ոստիկանությունը ընդունել է, որ յուրաքանչյուրի իրավունք ունի անցկացնել բողոք, հանրահավաք, խաղաղ եւ այլն, այդ լեզվից ելնելով։ Իսկ խոտակածն է ձեռքաբերվել քաղաքապետարան, բողոքի ակցիայի մասնակիցների, մինչև որ նրանք այս հատվածում պետք է իրականացնեն իրենց կասկածույցը կամ բողոքի ակցիա։ Իսկ այդ օրը դա միակ օրն է եղել այդ շուրջ հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը, որ բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են, եկել են, պահել են, քնել են, ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո, ոչ մի օր նման գործողություններ չեն ծավալվել, ոչ բողոքի շրջանակներում, ոչ բողոքի շրջանակներից դուրս։ Բացառիկությունը ասենք եղել է կայացել է դրանում։ Իսկ այո, օգնել է համը, բայց սակայն աստիճանահարթակները ուղիղ մուտքի դիմաց են եղել, այսինքն եթե եմ ասում մուտքը օգտագործում էր այդ ուժամի, խանգարեր մոնե այդ արագարձական կենտրոնը կամ եմ ասում անտանություն ելնեմ կավանդեր կամ անտանապներ։ Շատ լավ, իսկ օրինական պահանջ ներկայացվել է։ Այո, ներկայացվել է։ Ինչով եք դա հիմնավորում։ Հասարակական անվտանգության նկատառույց կառավարության մասին օրենքով ընդունված պահանջ է։ Երկրորդ։ Հա, հասկանալի է, ներկայացվել է պահանջ, ասեցիք այո, ինչով է հիմնավորում, որ պահանջը ներկայացվել է, այլ ոչ թե տեսել են Վահագն Մինասյանը բաղկած այլ աշճանահարթակներին, առանց ինչ-որ պահանջ ներկայացնելու, եկել են ու կատարել են վարչական ձեռնարկատիրություն։ Ոչ, ասեմ, որ այդտեղ ներկայացված տեսանյութ որոշ չափով տեղակ, իմ այդ բառերից ելնելով պատկերացումը ինչի մասին է, եթե մեկ հետագան Այսինքն տեսանյութով։ Չէ, բացի տեսանյութով, նաև ներկայացված զեկուցագրով, այս որոշակի տեղական ժամանակահատված, այդտեղ ասենք ասեմ պահանջ ներկայացնել, չկատարել, հակաճառել։ Ապացույց կա դրա վերաբերյալ, կա կոնկրետ, կա եթե կան ինչով Չէ, զեկուցագիրը եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության։ Պարոն Մինասյան, դուք ընդունում եք, որպես ներկայացվել է պահանջ ոստիկանների համապատասխան ծառայողների կողմից։ Պատվարժան դատարան, եթե պահանջ ասելը հասկանում ենք այն, որ վերկաց այստեղ չի թույլատրվում քնել, այո, այդպիսի արտահայտություն եղել։ Ես խնդրել եմ ներկայացնել իրավական հիմք, թե ինչու չի կարելի այդտեղ խոտածածկին կարելի է այդտեղ ոչ, որովհետև իրավական հիմք չեն ներկայացրել։ Շատ լավ, շնորհակալություն կարողացել եք որոշումը, պահանջը ներկայացվել է, օրինականատես չէ, դա արդեն քննարկի հետագայում։ Վերջ։ Այո։ Համեցեք հարցերում եք։ Այո, պատասխանում։ Դուք ասացիք, ես մուտքի անմիջապես դիմաց էին ու մուտքի երևույթին կանգառում։ Որ չտարածվեմ կար կոնկրետ քաղաքապետարանի մուտք, դռներ, փոքր մայր, աստիճաններ, հարթակ, աստիճաններ։ Այսինքն դա մուտք է համարվում։ Մուտք ես չգիտեմ։ Ենթադրենք ինչ-որ մի անց ժամը 01:00-ին ուզում եք գնալ աշխատել կամ աշխատանքից գնալ կարաշ մուտք գործել կամ դուրս գալ քաղաքապետարան։ Առանց տրորելու Վահագն Մինասյանը։ Կարող և տրորել, ինչու՞ չէ։ Եթե միայն Վահագն Մինասյանը պարկած չէ, ևս 3-4 քաղաքացի պարկած են եղել աստիճանահարթակներ։ Հիմա ես չեմ կասեմ այդ մութ ժամանակի սարուսալված տարբերակում արդյոք ինչ որ մեկին հնարավորություն կներ շնքել, հա թե շրջանցել պարկած մետրոթան։ Նրանք իրար կողքին։ Ես չգիտեմ։ Թեկուզ իրար կողք կամ որոշակի հեռավորությամբ։ Հիմա ուղղահայացն է հորիզոն, այստեղ Հնարավոր է անցնել մուտք գործել քաղաքապետարանի։ Հավանականությունը, որ կարող ոտատակ լինի, ավելի մեծ է։ Շատ լավ։ Պատասխանը արձանագրվեց։ Հաջորդ հարցը։ Հարցնելու ուրիշ բան է։ Հնարավոր է մտնել կամ դուրս գալ։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Կարելի է ես շրջանցել կներեք ամբողջ մայթեզրը, արգել Գյուրքը լուսավորչի մոտով բարձրանալ, որ ընդհանրապես չխանգարել աստիճանների պարկածներին։ Կար, այս մայթեզրը։ Մենք խոսում ենք ողջամատության մասին։ Դա էլ է ողջամատություն, եթե ինչ-որ մեկը չարար էր կամ շտապելի շիներ, կարող շրջանցել շատ մեծ տարածություն եւ էլի անարգել մտնել։ Կասեք այն օբյեկտիվ հիմքը պատճառը, որը հաշվի առնելով ոստիկանությունը ավելակած մոտեցում է ցուցաբերում կոնկրետ
Հայաստանից շահումնա, քաղաքապետարանի հենց հարևանությամբ Միասպյանի արձանի մոտ շուրջօրյա այնտեղ գիշերով ցերեկով մի ամբողջ ընտանիքի հանդեպ։ Ինչու այդ անձանց ամբողջ ընտանիքին կարելի է թե ցերեկ, թե գիշեր, թե անձև, թե մութ քնել, Վահագն Մինասյանին չէ կարելի քնել։ Ես կարող եմ ասել, ես գտնում եմ, որ այս հարցը չի վերաբերում այս հարավիցին, սակայն պատասխանը ընտանիքը, ոչ թե քաղաքապետարանի դիմացի աստիճաններն է, այլ քնում է այգում, նստարանի վրա, արդեն 3-4 տարի, սեփական ցանկությամբ և նախաձեռնությամբ։ Հավելեմ ավելին, որ քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմիններ հանձինս մեկ շաբաթ առաջ իմ կազմած գրության համաձայն ընտանիքին տրամադրվել է կացության վայր, ինչից ընտանիքը կրկին անգամ հրաժարվել է։ Դա չէ, ուզում եմ ասեմ, վերաբերելի չէ տվյալ պարագայում տվյալ իրավախախտումներին։ Վերաբերել է այնքանով, որ մենք Ես բացատրեցի, ընտանիքը վերաբերել է այնքանով, որ մենք գտնում ենք, որ խտրականությունը ոսկրի դրսևորում, Վահագն Մինասյանը այնպես չէ, որ ուրիշի կամքով է դա քննում։ Վահագն Մինասյանն էլ է իր կամքով քննում, թե քաղաքապետարանի դիմաց, թե հանրային այգի ձեր ասած, հանրային վայրեր են, որևէ մեկի մասնավոր սեփականությունը չի, արգելված գոտի չի։ Հետևաբար, եթե մի հանրային վայրում անձին կարող են գիշերը քնել, նրանք բխում է, որ մեկ այլ անձ, մեկ այլ հանրային վայրում էլի կարող է գիշերը քնել։ Ասեմ, այլ ես իզուր չասեցի, որ այդ օրը, այդ մի գիշերը բացառիկ է, որ քնել են աստիճաններին։ Իսկ երբ որ հանրային վայրում շուրջ 100 օր Վահագն Մինասյանը քնել է խոտատածկին, ոստիկանությունը ոչ մի գիշեր օրինակ պահանջ չի ներկայացրել Վահագն Մինասյանին։ Խոսքը վերաբերել է մուտք և մուտքի դիմացի աստիճաններին։ 100 օր, եթե ոչ ավել, Վահագն Մինասյանը քնել է կողքի խոտատածկին կամ կայանված ավտոմեքենայում։ Այսինքն ձեզ հայտնի է, որ Վահագն Մինասյանը ոչ թե քնելու դեր շուները տեղ է քնում, այլ իր կողմից հայտարարված անցկացող շուրջօրյա հավաքի շրջանակներում է տեղ քնում։ Ձեր հարգանձնային հայցում հստակ դրված է այդ օրը որոշվել է բողոք արտահայտել քնելով մուտքի դիմացի դիմաց աստիճանը հաստատվելու։ Մատնանշեք եք բան։ Այո։ Մեր վստահող Երևանի քաղաքապետարանի դիմաշուրջ օրը անցկացվող մրցակցության մասնակիցների խոմանձի կորստի չի գերազանցել 5-13 թվականով ուսուցանիչ շարունակել շուրջօրյա նստացույցի տեսքով իրենց խաղաղ հավաքը 23:07 քնել են Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմացի աստիճաններում համապարքերի մեջ։ Այսինքն այդ օրը Դա իմ ասածն է, որ իրենք այդտեղ քնել են, քանի որ մասնակցելիս են եղել իրականացնում ասում եմ, բողոքն են իրականացնում քնելու տեսքով։ Շուրջօրյա նստացույց, շուրջօրյա նստացույցն ինչի համար էր, եթե ապրելատեղում էր Վահագն Մինասյանը, դա բողոքի արտահայտման ձև է դիտվել, ու դա էլ էպես արտահայտվում է։ Ես էլ եմ ասում, եթե հանրային վայրի այգու նման, ընտանիքի նման, բացի այդ օրից Վահագն Մինասյանը քնել է խոտածածկին, ոստիկանությունը ոչ մի օր գեթ մեկ անգամ պահանջ չի ներկայացրել։ Իրականում ես բավարարած եմ պատասխանով, հուսակալս որ ոստիկանությունը քաջատեղեք լինելով, որ Վահագն Մինասյանը քնելու միջոցով իրականացնում իր խաղաղ հավաքը, արգելել են իրականացնում իր խաղաղ հավաքը կազմել։ Ձեռքերով նրան նաև քնից։ Ես այդպես չպատասխանեցի, մենք խոսեցինք քնելու վայրերը, ինչու խոտածածկին կարելի է, ինչու այնտեղ չի կարելի։ Ես մեկնաբանեցի ինչի համար է մոտիկացել, եղել է 2 ծառայություններ փոխանցած կանչը ծառայություն մոտիկացած մեր խնդրում եք քնեք այստեղ։ Վերջ եք կացել, պահանջել են ուզում Եթե այդ պահանջը իրականացվեր, բողոքի ընդհանրապես խոսքը վերաբերեց Վահագն Մինասյանի հանրային վայրում քնելով, պարոն Սաֆարյան, մի վերաբերեք պատասխանայնպես, ինչպես ցանկանում եք։ Ես հասկանում պատասխանը այնպես, ինչպես որ հնչյունում է հայերենով։ Նորից հիմա իրավունքներ Վահագն Մինասյանը քնել հանրային վայրում, թե ոչ։ Խոտածածկի վրա թե քնելու իրավունք ունեք, թե ոչ։ Եթե դուք ասում եք, որ դա պաշտպանվող օբյեկտ է։ Ընդհանուր առմամբ, եթե իրադարձություններին նայում եք, այո, Վահագն Մինասյանը ազատ էր խոտածածկին քնելու, ինչը արել էր։ Սակայն աստիճանահարթակների այդ օրը, այդ մի գիշերը, այո, որովհետև վարչական շենքի
հասարակական անվտանգությունը պահպանություն իրականացնելու համար նպատակահարմար եւ այո թույլատրելի չէ մուտքի դիմաց քննելը։ Իսկ ինչով եք հիմնավորում, որ Երևանի քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող օբյեկտ է։ Ունի պահպանվող ռեժիմ, հատուկ պետական պահպանության գլխավոր վարչությունը իրականացնում է շուրջօրյա։ Չէ, դուք հիմա ասեք կառավարության ես ինչ որոշման համաձայն, օրենքի համաձայն ու մատնանշելով ներկայացրեք համապատասխան իրավական ակտ, եթե այդպիսի կան։ Համոզված եմ, որ այդպիսի կան, ուղղակի այս բանի կառավարության համակարգում տաքսի եւ ներկայացնում կազմակերպությունները, եթե դա վերաբերել է, եթե ոչ ես կներկայացնեմ։ Իմ ձեռքի տակ տրամադրության տակ կա հրահան Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի եւ բակի պահպանության եւ անցադրային ռեժիմի, որ պահպանվող օբյեկտ է հանդիսանում, պահպանություն իրականացնում է ոստիկանության ՊՊԳՎ եւ հրաձգային գնդի դրա ուժերի միջոցով, սակայն շուրջօրյա պահպանության Ես կներկայացնեմ այդ երկու որոշումը, այս բանի ձեռքից տակ չունեմ։ Հասկացա ինչի մասին է խոսքը։ Այո, հասկացա ինչի մասին է։ Ըստ կապակցության օրգանիզմներն մեկ հայտարարություն, ես խիստ կասկածում եմ, որ դրության մեջ գոյություն ունենա որևէ իրավական ակտ, որը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը կրամճակի որպես հատուկ պահպանվող տարածք կամ պահպանվող օբյեկտ։ Դրան նման մոտավորապես իրավական ռեժիմ կա, բայց ռեժիմի մեջ մտնում են ատոմային էլեկտրակայանը, ջրամբարները, խմելու ջրի մատակարարման հանգույցները, որոնց մոտենալով բանքեր կա։ Բայց մենք ստեղ խոսում ենք տեղական ինքնակառավարման նորմի շենքի մասին, որը ծառայում է հենց նաև Վահագն Մինասյանի նույնիստերին։ Ու արգելել է շենքի մոտենա, դա ներողություն ատոմային էլեկտրակայան չի, դա զինվորական զորամաս չի, հատուկ պահպանվող չի, ընդհանրապես մի քանի ոստիկան հիշեցրեք այնտեղ ապրում են։ Այդ Վահագն Մինասյանը իր դրսում գտնվելով քննելով, այդ շենքի ներսում գտնվողներին, ելույթ տանողների անվտանգությանը, բարօրությանը որևէ կերպով չի սպառնացել։ Ընդհանրապես քննած է եղել, անեն բարի։ Թե քաղաքապետարանը ինչ ռեժիմով որ ոստիկանության կամ հրաձգային գնդի որ ստորաբաժանում է պահում, դա ոստիկանության խնդիրն է։ Մենք ստեղ գրեք իմ կարծիքով շեղում ենք քննարկման առարկայից։ Անձը շուրջօրյա նստածության ընթացքում ոստիկանության ասելով 90 քննել է այլ որոնք այդ օրը ոստիկանության իրավունք փորձել է քննել բազատի վրա։ Մենք են ասում ենք, որ այդ ամեն ինչը մեր հակումներին այսօր ներկայացրել ենք նրա նկատմամբ իրականացված հետապնդումը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին եւ երևա ոչ իրավաչափ միջամտություն։ Թե իրականում քաղաքապետարանի շենքը ինչ ռեժիմով պահպանվում, շենքը որպես այդպիսին ինչ պահպանության ենթակա, դա բացարձակապես ըստ գործող քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։ Դա ընդհանրապես ձեր կարծիքն է, Սոֆիան։ Դատարանը եթե անհրաժեշտ է համարում պահանջել դրա վերաբերյալ համաձայն, ուրեմն դա իրական նշանակություն ունի գործի բազմակողմանի քննություն ապահովելու համար ներկայացնում եք համապատասխան փաստաթուղթ, ինչի հիման վրա Երևանի քաղաքապետարանի շենքը համարվում
Հարցեր ունեք, պարոն Սաֆարյան։ Ոչ, նման պայմաններում ինչ է ձեր բացման խոսքին անդրադառնալը խոսքս պարոն Սաֆարյանին է վերաբերվում, ինչ է ձեր բացման խոսքը սկսել ուղղակի պահանջի հետ կապված դատարանը որոշակի հստակեցում ունի, նստեք ներկայացրեք փաստորեն երկու պահանջ։ Վարագույրն Իննասյանի կարծիքը ազատ արտահայտելու, խոսքի ազատության միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խոշտանգումներից, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, ձերբակալման պահից անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, ձերբակալման պահից իր ընտրության պաշտպան ունենալու իրավունքների խախտման փաստը ճանաչելու և Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու։ Այս երկու պահանջների հետ կապված փաստորեն դատարանը ճիշտ է հասկացել, նաև պահանջ է ներկայացրել փաստերի մասով ճանաչելու այդ փաստերի Այլ պատվաժան դատարան, մենք որպես առանձին պահանջ խնդրել ենք գործի դատարանի կողմից ճանաչել իրավունքների խախտման փաստերը։ Մենք բոլորում ենք վարչական դատարանին, որպեսզի վարչական դատարանը նույնպես խոսի Մարտիրոսյանի երրորդական դատարանի լեզվով, փոխաբերական ասած, որ կոնկրետ ճանաչի անձի կոնկրետ իրավունքի խախտման փաստը ոստիկանների գործողությունների արդյունքում։ Մենք արդեն այս շարքի գործերով դատական պրակտիկայից ունենք, որ թեպետ դատարանը ճանաչում է ոչ իրավաչափ ոստիկանների գործողությունները, սակայն անձանց քաղաքացիների խախտած իրավունքների խախտած լինելու փաստը շրջանցում է դատարանի կողմից, որևէ խոսք չի նշում դրա մասին։ Մինչդեռ մենք գտնում ենք, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու համար դատարանը պետք է առանձին անդրադառնային իրավունքների խախտման առկայությանը կամ բացակայությունը, որը որ մենք վիճարկում ենք։ Ի վերջո Եվրոպական կոնվենցիան անունն է Եվրոպական կոնվենցիա, բայց նաև հանդիսանում է մեր օրենսդրության մի մաս, եւ այդ իրավունքները երաշխավորված լինելով պետք է նաև պաշտպանվել, իսկ իրավունքի խախտման փաստը ճանաչելը դա իրավունքի պաշտպանության համընդհանուր ճանաչված եղանակներից մեկն է։ Շատ լավ։ Դատարանը լսելով ներկայացուցիչի դիրքորոշումը գտնում է, որ կարծիք ազատ արտահայտելու, խոսքի ազատության միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խոշտանգումներից, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, ձերբակալման պահից անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, ձերբակալման պահից իր ընտրության պաշտպան ունենալու, իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջի մասով ակնդեմ հայցը անթույլատրելի է, ինչը նշանակում է, որ վկայակոչված ձևով հայցը ենթակա չէ դատարանում քննության, իսկ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի համաձայն դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարդում է գործի բարույթը, եթե բացահայտվել է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը։ Միևնույն ժամանակ դատարանը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ամեն դեպքում բացառված չի անձի տվյալ դեպքում ակնդեմ հայցող հայցքորի ենթադրյալ խախտված իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը հետևյալ հիմնավորմամբ, այսպես ակնդեմ հայցող հայցքորի կողմից վկայակոչված դիրքորոշման կապակցությամբ առայն որ տվյալ դեպքում առկա է իր կարծիքը ազատ արտահայտելու, խոսքի ազատության միավորումներ կազմելու վերով նշված այդ փաստերի մասով հայցքորի համապատասխան խախտված ոչ իրավաչափ գործողությունները
քննությամբ հաստատվելու պայմաններում կբերեն գործողությունների ոչ իրավաչափ ճանաչմանը, այսինքն կգադեցում դատարան անդրադառնալով գործողությունների ոչ իրավաչափ ճանաչելուն գնահատական է տալու նաև այդ փաստերի ուսումնասիրման արդյունքում։ Կաշման մասին որոշում օրենքով սահմանված կարգով կուղարկվի դատավարության մասնակիցներին։ Համեցեք ձեր բազմախոսքով ներկայացրեք։ Պատրաստում դատարան մենք ամբողջությամբ պնդում ենք մեր ներկայացված հայցադիմումը և չենք ընդունում ոստիկանության կողմից ներկայացված հայցը։ Սակայն դատարանը ներկայացրել, որ ինչպես ներկայացրել էր մեր կողմից գործել է միացնելու միջնորդությունում, ինչպես նաև հակադրել այցի առաջին պահանջում ճանաչելու իրավունքի փաստը, մենք գտնում ենք, որ ոստիկանության կողմից 2013 թվականին օգոստոսի 27-ին ժամը 01:00-ի սահմաններում դրանից սկսած Վահագն Մինասյանի իրավունքների իրացմանը միջամտությունը ոչ միայն չի եղել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, այլ նաև չի հետապնդել այն նպատակները, որոնք որ նշված են Մարդու Եվրոպական կոնվենցիայում, այլ ուղղակի վարչական իրավախախտման վարույթի միջոցով փորձել է քողարկել Վահագն Մինասյանին պարապանքների անհարմարությունների պատճառի միջոցով նրա քաղաքացիական դիրքորոշումից հրաժարվելուն ուղղված գործողությունները։ Հետաքրքիր է, որ ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց, որ Վահագն Մինասյանը մասնակցել է հուլիսի 26-ից շուրջօրյա իրականացվող խաղաղ հավաքին, ընդունել է, որ հավաքը իր բնույթով եղել է խաղաղ, ընդունել է, որ օգոստոսի 27-ին շուրջօրյա է եղել հավաքը և նաև ընդունել է, որ ոստիկանության կողմից ըստ մեզ և ըստ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ապօրինի չի թույլատրվել վրան տեղադրել հավաքի մասնակիցներին։ Այդ ամենով հանդերձ պատվիրժան դատարան ոստիկանությունը մինչև այժմ գտնում է, որ Վահագն Մինասյանը խաղաղ հավաքի շրջանակներում չգիտես ինչու չէր կարող քննել կոնկրետ այն վայրում, որտեղից որ նա ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Դրա համար ոստիկանության կողմից չներկայացրեց որևէ իրավական հիմնավոր, այլ փորձ արվեց ներկայացնել, որ դա կխանգարեր մուտք ու ելքին։ Իրականում պատվիրժան դատարան մեր կողմից ներկայացված տեսանյութով դատարանը կհամոզվի, որ Վահագն Մինասյանը նաև նրա համախոհներից ևս մի անձ, որը որ մեր կողմից միջնորդվել է որպես վկայականություններով, Սուրեն Սահակյանը, պարտված են եղել աստիճանաբար արտաքին տարբեր մասերում և եթե մի քանի հոգեր նրանց կողմտպարկեին, իրականում քաղաքապետարանի մուտքի ու ելքը չէր խոչընդոտվի, նրանք անմիջապես հենց դրան դիմաց չեն, դրան շեմին չեն պարկել, որ անհատին կամ նույնիսկ մեքենայի վրա տեղադրվող ծածկի հնարավորությամբ Վահագն Մինասյանը գտնվելով այնտեղ ժամը 01:21-ի սահմաններում զրկվելով, արթնացրելով և զրկվելով քննելու հնարավորությունից այդպես հորիզոնական գրկած վիճակում տարվել ու ներվել կամ դրվել ավտոմեքենայի մեջ, դա արդեն իսկ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունք է։ Մինչդեռ չնայած ոստիկանության ներկայացուցիչը չընդունեց, տեսանյութում հստակ արձանագրված է այդ փաստը և տեսանյութը հանդիսանում է տարբերություն տարբեր անձանց օբյեկտիվ ու անաչափ ապացույց։ Ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց նաև, որ 3 ժամ Վահագն Մինասյանը պահվել է ոստիկանության բաժնում և նրան այնտեղ չի թույլատրվել քննել, մոտավորապես պատճառաբանելով, որ ոստիկանության բաժինը հյուրանոց չի։ Մենք չենք ասում, որ ոստիկանության բաժինը հյուրանոց է, բայց եթե անձին քնից հանում են քնած վիճակում և հանում են իբրև թե վարչական վարույթ իրականացնելու, վարչական վարույթի ողջ ընթացքում լրացնում են 4 տպագիր ձևացող, եթե հաշվենք ձեռագիր արված տողերը,
ապա այդ տողերը դժվար թե գերազանցեն 30 տողը, ու եթե դուք ուզում եք համոզեք, որ դրա համար անհրաժեշտ էր ամբողջ 3 ժամ, ապա գտնում եք, որ ոստիկանները կամ խնդիր ունեն գրելու հմտության հետ, կամ ինչու համոզված են, հատուկ են Վագեն Մինասյանին պահել մինչև հնարավորինս օրենքը թույլատրելով 3 ժամ։ Մենք գտնում ենք, որ Վագեն Մինասյանին 3 ժամ ոստիկանությունում պահելը չի ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանության 18-րդ հոդվածով նշված որևէ հիմք իրականություն։ Սահմանության նշված հոդվածում հստակ սահմանված է, թե որ դեպքում հնարավոր է անձին զրկել ազատությունից։ Վարչական վարույթ իրականացնելու համար բաժին տանել եւ այլ վարչական վարույթ ավարտելուց հետո 3 ժամ նման հնարավորություն չկա սահմանության պատվաժան դատարան։ Ինչ վերաբերում է վարչական դերում կամ ձերբակալման հասկացությունը, ապա դա պետք է կիրառվել որպես բացառիկ միջոց, եթե հնարավոր չէ արձանագրությունը կազմել տեղում։ Տեսանյութում պարզ երևաց, թե արդյոք ոստիկանները փորձել են պարզել, թե հնարավոր է արդյոք տեղում արձանագրություն կազմել, թե ոչ, ու ընդհանրապես ինչ գործողություն են արել։ Մենք գտնում ենք, որ միայն ներկայացված տեսանյութով, իսկ եթե դա բավարար չհամարվի, նաև մեր կողմից միջնորդած վկանների հարձակումության միջոցով հաստատում են այդ փաստերը, որ ոստիկանները սահմանափակում են Վագեն Մինասյանի խոսքի և հավաքի ազատության իրավունքը, քանի որ ընդունելով հանդերձ, որ նա այդ ժամին այդ վայրում գտնվել է խաղ հավաքի, շուրջօրյա հավաքի շրջանակներում, և դրանով հանդերձ նրա նկատմամբ իրացել են վարչական հետապնդում, ապա առնվազն 3 ժամով արգելել են նրա խոսքի և հավաքի ազատության իրավունքը։ Փաստ է նաև, որ ոստիկանները արթնացրել են արդեն 1 ամիս և 1 օր շուրջօրյա նստացույց իրականացնել Վագեն Մինասյանին և նրան չեն թույլատրել ոստիկանության բաժնում քնել։ Փաստ է, որ այդ 3 ժամվա ընթացքում Վագեն Մինասյանը ազատազրկված է եղել։ Փաստ է, որ նա ձերբակալման պահից չի ապահովել իջեցության պաշտպանության իրավունքից և ամենահետաքրքիր փաստը, որ այդ գիշերվա ուշ ժամին Վագեն Մինասյանը 3 ժամը լրանալուց հետո ուղղակի դուրս է հանվել ոստիկանության շենքից։ Չնայած ոստիկանությունը նորից եմ ասում, ընդունում է, որ նա գտնվելս է եղել շուրջօրյա հավաքի ընթացքում և նրանց համար պարզ է, որ նա պետք է շարունակել իր հավաքը, իսկ ժամը 4-ի սահմաններում անձին դուրս թողնելը առնվազն մեր գնահատական տալու համար լավ չեմ գտնում, բայց հաստատ մարդկային վերաբերում չի կարող եղել։ Պատվաժան դատարան ամբողջությամբ չընթերցելով մեր ներկայացված Հակոնդեն հայցում նշված փաստաթղթերը, ուղղակի ասեմ, որ մեր համոզմամբ ոստիկանության գործողությունների նպատակը Վագեն Մինասյանին պարապմունքներ պատճառել է եղել։ 3 ժամ պահելու իմաստը, որը վարչական ձերբակալման առավելագույն ժամկետն է, չի կարող արդարացվել ընդամենը 4 էջ փաստաթուղթ լրացնելու իբր վարույթ իրականացնելով։ Այսինքն, եթե ոստիկանների ամբողջ նպատակը լիներ վարույթն իրականացնելն ու ավարտելը, ապա մենք գտնում ենք, որ առավելագույնը 30 րոպեում հնարավոր է լրացնել այդ 4 ձևաթուղթը և Վագեն Մինասյանին ազատ արձակել։ Ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց, որ ժամը 4-ին ազատ արձակելուց հետո ժամը 4:20-ին նույն վայրից նույն մեղադրանքով, այսինքն նույն վայրում քննելու համար Վագեն Մինասյանը նորից պահվել է ոստիկանության բաժին և նորից 3 ժամ պահվել այնտեղ։ Սրանով արդեն իսկ ամեն հարցի պատասխան տրվում է և նաև ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց, որ դա կանխարգելման նպատակով է արվել։ Այսքան պատվաժան Հարցերն եք։ Այո, վերջի հանգամանքի վերաբերյալ
Իշխանավորների ոստիկանության նորմալական վերաբերմունքի իմ հաշվարկով, եթե այդ երկու իրավախախտումները 3 ժամը գումարել իրար, այսինքն եթե ոչ կես գիշերից ավել ոստիկանությունն ապահովել է Վահագն Մինասյանի ծածկի տակ գտնվելու հանգամանքը։ Ոստիկանությունն ապահովել է ծածկի տակ գտնվելու Այո, որ ասենք առաջի իրավախախտման ժամանակ 3 ժամ, երկրորդի ժամանակ 3 ժամ։ Ինքը գիշերը ապահով եղել է։ Այսինքն տալը որ ապահովի իր անվտանգությունը։ Դե ինքնասմանմատկային վերաբերմունք, ես ասում եմ, եթե ձեր հաշվարկով հաշվարկում, հասկորեն ոստիկանությունը ապահովել է Վահագն Մինասյանի ծածկում գիշերելու ինչ-որ մի տեղով։ Ընդունում եմ, չի տրամադրել ռազմոց, բաց, մարճակալ եւ այլն։ Իրոք բաժնում չկա նման հնարավորություն։ Արել է, եթե էլի ապահովի։ Այսուհետև ասում կան, նման պարագաներ բաժինը ձեռք է բերել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից լրացուցիչ դիտողություններ չստանան։ Ունենք, հայտարարում են Բացի պատասխանան, եթե Վահագն Մինասյանը հեռու իրանից 3 տարի ժամանակետով ազատազրկման դատապարտել է, ասել 3 տարի պետությունը բայ գերագեր խնդրել։ Ըստ էության, որ մի քիչ կոպիտնայիք, այո, համաձայնվեք այդպես։ Վերջում են վնասների հարցման կանոններ։ Ձեր դուք լավ ասացին իրար։ Ճիշտ ասած, հարցի նպատակը ինձ համար վիրավորական է։ Մենք ասում ենք, հնած անձին արտասում եք, անում եք, չեք թողում քնի, 3 ժամ պահում եք, ընդհանում եք 4 ձևաթուղթ լրացնելու համար։ Զուգում եք ավելի արագ գելով ոստիկան, որ գարանտանա այս 4 թուղթը մի քիչ շուտ գերի։ Ինձ մենք երկուս էլ մասնագիտության փորձագրագետներ ենք, ձեռագրաբանությամբ և դինամիկական ստերեոտիպին լավ ծանոթ ենք, պարոն Սաֆարյան, արագ ու դանդաղ վերելուն, հարց տամ ավելի լավ է։ Հարցը հնչել է, պատասխանել եք, ձեր հարցը։ Ճիշտ ասած, արագ գրող ոստիկան կապը չկա։ Վերջի հարցը դա է։ Չէ, որ հնարավոր լինի այս 4 թուղթը, ես հիմա չեմ արարի կանչում, 1, 2, Պարոն Սաֆարյան, ես ասում եմ, դա յուրաքանչյուրի անհատական հնարավորություններն են, ես համակարգչով ավելի արագ եմ գնում, քան ձեռագրով, իմ երկայնումներ թույլ չեն տալիս արագ գրել։ Ես այդ հարցը ո՞տ եմ։ Ընդամենը 33 տող, էլ ոչ ամբողջական տող է, տող է կա, որ ընդամենը ամսակիլա լրացված։ Ես չեմ Չէ, ես չեմ կա, կարող 6 ժամ էլ պետք լինի, ինչ-որ մեկին մի բար գրելու համար։ Դա ինչա ավելի 3 ժամ, այլ ոչ թե 1 կամ 1.5 ժամ։ Վարչական նախ Վահագն Մինասյանի անձը ճշտելու, իշխանել ով էր բոլորները բարձրաձայնին ներկայացուցիչը կամ հանդից Վահագն Մինասյանը, այդքան ժամանակ որևիցե մի անգամ այդ 14 վարորդներին վերաբերել է, Վահագն Մինասյանը ոչ մի անգամ չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ, այն պարագայում, որ վերջինս գիշերում է դուրսը, ուղղակի սենց, որպես մարդ ներկայացնեմ այդ իրավունքը, որևիցե մի անձը հաստատող փաստաթուղթ գիշերվա ժամին Անձնական վարժանքը հավաստիացնում ձեզ չի գործել ոնց որ աշխատանքային ժամեր, այսինքն ծառայական անհատական տվյալներ վերաբերյալ տեղեկատվություն ոստիկանության համար դա արդեն խնդիր առաջացել, որ այո 2 ժամ ամենա եւ լիքը։ Դա դեպքում 3 ժամը արդարացած է եղել։ Միանշանակ այո արդարացած։ Այլ հարցում եք։ Պատասխանատար վստահորդը ինձ հայտնեց, որ որևէ անգամ չեմ հայտնել, միշտ իր մոտ է գտնվել իմ անձնասպորտով հասարակություն։ Այդ պատվարժան դատարան փաստաթղթերս, բոլոր փաստաթղթերս սկսած եմ երկույքից միշտ մոտս է եղել, միշտ քաղաքապետարան դիմաց իմ սեփական անձնական մեքենայի մեջ, բացի այդ, քանի անգամ որ բերում է իրականացվել կոնկրետ իմ անձի հետ կապված, քանի անգամ որ վարչական ձերբակալության ենթարկել, պարտադիր վարորդական իրավունքս նկարով որտեղ նշված է նաև անձնագիրսերյան պարտադիր կպահվես է։ Եթե անձնագիրս չի եղել, վարորդական վկայականս եղել է կպահվես։ Բայց ոչ մի անգամ չեն պահանջել ինձանից, նույնիսկ մեկ անգամ եղավ, որ նշեցին, որ անձը հաստատող փաստաթուղթ չկա մոտը, ես պնդել եմ, որ ջնջեն, որովհետև անձը հաստատող փաստաթուղթ կա մոտս։ Ավելին ասում, վարչական վարորդում չկա ինչ-որ փորձ ճշտելու Վահագն Մինասյանի անձը, թեկուզ հենց այդ անձնական ծառայության միջոցով։ Կառավարության որոշումը վարչական վարորդի նախապատրաստելիս նման պարտադիր նորմ չի սահմանվում, պարտադիր անձնագիրը պետք է սարվի կամ վկայական։ Դուք եք ասում եք պիտի Ես դուք պահանջում եք պարտադիր, ես ասում եմ գործողություններ կան, չէ, խոսք այդպես եղա, գործողություններ կան, որ
վարչական մարմնի կողմից կատարվում են բանավոր կամ հայեցողակարգային տարբերակով, եթե այն պարտադրող ոչինչ չունի։ Հարցերը բայց ես Դուք օգտվեք ձեր իրավունքը իրացրել եւ պատրաստված հարցադրումները։ Տեսանյութը, եթե իմանալով ինչին է վերաբերում, այսինքն գիշերվա ժամ լուսավորությունը, անգամ փողոցային բակային լուսավորությունը ժամը գիշերվա 1-ից 2-ից հետո անջատվում է, նայած եղանակի բանից։ Լուսավորություն չկա, ոչ լուսավորված վիճակ, գիշերվա կեսին, արդյոք ձեր ասելով ամենադանդաղ գրող ոստիկանների կողմից հնարավոր, դուք գտնում եք հնարավոր է տեղում վարչական որոշ իրականացնել, ես ասում եմ, որ այդ գիշեր ժամ հանգամանքից ելնելով եւ շատ դանդաղ գրող ոստիկանների արկայության դեպքում վերումը իրականացվել է, դուք գտնում եք, որ հնարավոր է տեղում։ Իրականում գտնել չգտնելը ոչ մի վարչական մարմինը ոստիկանությունը պետք է ցույց տա, թե ինչու հնարավոր չէ տեղում։ Գիշերային ժամերը։ Ես ասում եմ, փորձ չէ, ուզում եք ասեք ոստիկանությունը կյանքում գիշերային ժամերի վարչական իրավախախտման հարցնություն։ Դժվար չի կազմել։ Դա միայն վերապահված է հատուկ ստորաբաժանումն է, այսինքն ճանապարհային ոստիկանություն։ Վարչական իրավախախտումների մասին օրենքում, վարչարարության մասին օրենքում, արդյոք գրած է, որ մենակ ճղո տեսուչները կարող են փողոցում վերապահման ստորաբաժանմանը, իսկ պարեկապահական ծառայության ստորաբաժանը ես հիմա չեմ կարող ասեմ, մյուս նիստի կվկայակոչել եւ համաձայն ֆունկցիոնալ պարտականությունների արտաքին ծառայություն իրականացնողները մասնավորապես պարեկապահական ծառայության աշխատողները իրենց լիազորությունների շրջանակներում չունեն իրավասություն կազմելու վարչական արձանագրություն։ Նրանք իրականացնում են բերում մոտակա տարածքային վարժին։ Շնորհակալություն եմ պատասխանը տալու համար, հենց դա որ օրենքով նշված բացառիկ միջոցը, չգիտեմ ներքին ձեր ասած որ ֆունկցիոնալ պարտականությունների դառնում է կանոն։ Ըստ էության այն միջոցը, ներգործության միջոցը, որ պետք է կիրառվեր բացառիկ դեպքերում, ձեր ասած պարտական ծառայությունը, բացի ճանապարհային ոստիկանությունից, համատարած կիրառվում է որպես կանոն։ Ես բռնում տանում եմ, դու գրի։ Ես կյանքում չեմ գրի։ Որովհետև, չգիտեմ, ղեկավարն ասել է չեմ գրի։ Ղեկավարը չի ասում։ Օրենքն ասում է բացառիկ։ Հարցը վերաբերում ինձ է վերաբերում, թե ես ոնց եմ գնահատում, անկախ նրանից ես ոնց եմ գնահատում, ոստիկանությունը պետք է ցույց տա, թե ինչի հնարավոր չի եղել տեղում անել։ Իսկ որ մենք տեսնենք, տեսնենք, թե կհասկանանք, թե ոստիկանությունը թե ինչ անհնարապես անել, արդյոք գնահատական տվել է իրավիճակի հնարավոր չի կամ արդյոք անձը հայտնի չի եղել ոստիկաններին, որ չգիտեմ ձեր ասելով բազելու նպատակով տարբեր։ Պատասխանը այս էր։ Ես գտնում եմ, որ հնարավոր չէր այդ ժամին, էլ եմ կրկնում, տեսանյութը կդիտենք, կտեսնենք, թե արդյոք հնարավոր էր այդ աղմուկ ավակի մեջ Վահագն Մինասյան եւ այլով բացարձակապես վերջ չեն կերում աստիճաններից, տենց ոստիկանությունը բարձրացնում արտանումները ու այդ պահին, որ ձեր ասելով ոստիկանությունը 4-2-3 հոգով Վահագն Մինասյանին այսպես գրկած, պիտի ասել մի վարքյան արձանագրությունը կազմեն, բոլորից հետ դրեք։ Դուք գտնում եք, որ հնարավոր չէ։ Այո, հնարավոր չէ։ Իրականում չէ Վահագն Մինասյանի գրկել մի հատ հասնել։ Վահագն Մինասյանը գրկելու բացարձակ կարիք չկար։ Ինձ թվում է վարչական վարույթը ընդհանրապես չէ իրականացվում, եթե Վահագն Մինասյանը պահանջի կատար եւ հետ վերադառնար կոտրված գինի։ Բացառիկությունը դա էր, որ տեղում հնարավոր չէր։ Հետ արդեն ոստիկանության շրջանակներից այլ հարցեր։ Ես ուղղակի չեմ հիշում, հետ տանելու վերաբերյալ Վահագն Մինասյանը պահանջել էր, ասում եմ, պահանջել էր իրեն հետ տանել քաղաքապետան եւ արդյոք ունի ոստիկանությունը օրենքով, կնշեք այն օրենք կամ այն հիմնավորումը, որ ոստիկանությունը օժտված է նման լիազորություններով իրավախախտին հետ տանելու իրավախախտման վայր։ Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության որ գրադարան հետ պիտի տանի իրավախախտման ասեք
ոստիկանության մասն դերավորի Ես ընթացքում հոդվածը կոնկրետ հիմնադրում արտանշեմ, բայց ոստիկանության մասին որին համաձայն ոստիկանությունը պարտավոր է աջակցել անձանց իրենց իրավունքները իրացնելու հարցում։ Դուք ընդունում եք, որ Վահագն Մինասյանը տարվել է խաղաղավարքի անցկացման վայրից եւ հաշվի առնելով ժամը եւ իրադրությունը, ապա ուղղակի տրամաբանորեն ենթադրում է, որ նա պետք է վերադարձել նույն վայր։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե արդյոք Վահագն Մինասյանը պահանջել է։ Դուք կվկայակոչեք որևէ դեպք, երբ որ բերված անձանցից որևէ մեկը խնդրել կամ պահանջել եւ ոստիկանությունը պահանջել։ Անկախ նրանից պահանջը այդպիսի ներկայացել է թե չի ներկայացել, ոստիկանությունը մեկը չի արել։ Դրանից մեկ օր առաջ խաղաղավարքի մասնակիցներից երկու հոգի ծույցին են ենթարկվել խաղաղավարքի անցկացման վայրը հեռանալուց հետո։ Եվ հենց այդ օրը մեր վստահողների կողմից կոնկրետ այդ վայրում քննելու իմաստը եղել նրանում, որ իրենք գտնվել են անվտանգության տեսախցիկների հսկողության շրջանակում, իսկ ոստիկանները հեռու կամ այդտեղ չեն գտարել, որովհետեւ պաշտպան ուղղակիորեն նաև ընդունել ոստիկանության ներկայացուցիչ կողմից, քանի որ նրանք մոտեցել են միայն քաղաքապետարանի ներսում ոստիկանների մարզվայրի հիման վրա։ Այսինքն ոստիկանությունը արդեն իսկ ոչ թե որևէ մեկը նրանց պետք է ասել, արդեն իսկ ուներ այն նշանները արձանգերը, որ խաղաղավարքի մասնակիցների նկատմամբ իրականացվում են հետապնդումներ, բռնություններ, ծեծեր, եւ ոստիկանությունը լինելով պատասխանատու խաղաղավարքի անցկացման բնական ընթացման համար, առնվազն պարտավոր էր իմ կարծիքով, մեր կարծիքով, գիշերով ժամը 04:20-ի սահմաններում, 04:00-ի սահմաններում, իր կողմից բերված անձը վերադարձնել այն վայրը, որտեղից որ բերել։ Կարեք ասեք, որ ընդհանրապես ոստիկանությունը ինչ էր անում քաղաքապետարանի մոտ, որտեղ դուք կարողանում եք հանգամանքը, որ այս պահին ոստիկանի չկա։ Կարեք ասեք, այդ հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը ձեր կարծիքով կամ ձեր վստահությամբ ոստիկանությունը ինչ է անում շուրջօրյա այդտեղ։ Ես կարող չեմ ձեր պատասխանը, ապահովել հասարակական կարգը։ Եվ շուրջօրյա։ Հասարակական կարգը եւ ոչ խաղաղավարքի մասնակիցների անվտանգությունը։ Եվս մեկ հանգամանք, որ ես չեմ ընդունում, որ Վահագն Մինասյանի տարել է ոստիկանություն օրինական պահանջը չկատարելու համար, աստիճաններից վեր կենալու համար, իսկ բողոքի ակցիան եւ այլն Վահագն Մինասյանը անցկացրել է եւ կանցկացնել։ Ինչ եք ընդունում։ Ինքը ասաց, որ հայցվորն ընդունում այն հանգամանքը, որ խաղաղ անցկացնելու համար ոստիկան եւ ձևակերպումներ։ Ես այդպես եմ հասկանում իր ասածը։ Վահագն Մինասյանը տարվել է ոստիկանական դաշին, ոստիկանական պահանջ կատարելու եւ առաջադրել է համապատասխան նորմի խախտման։ Այո, ոչ թե բողոքի անցկացման տեղ, վայր, ինչի համար եւ այլն, ոչ։ Ես այդ ձևակերպման մեջ չեմ ընդունում ձեր ասածը։ Լավ։ Ես վկայակոչեմ իմ կողմից ասած հոդվածը ոստիկանության մասին օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը։ Կարգի որ ոստիկանության ծառայողները պարտավոր են աջակցել անձանց իրավունքների իրացմանը։ Ու նաև խաղաղավարքերի ազատության մասին օրենքը, որտեղ ոստիկանությունը պատասխանատու է խաղաղավարքերի ազատության եւ այդ հավաքների մասնակիցների անվտանգության ապահովման։ Այսինքն ես արտահայտում եմ հայտարարության կանխել։ Եթե լինելով ոստիկան իրավաբանական ձեր այս ինչ-որ դիրքորոշում կամ հաստատի վերաբերյալ դուք կարող եք նշումներ կատարել ձեր ամփոփիչ ճառով հանդես կգաք, բայց այս պայմաններում, այս փուլում ընդամենը 10 խոսք եւ հարցեր։ Եթե այդպես ինչ
ինչ-որ անհրաժեշտություն կա, դուք ձեր մոտնություններ կատարեք ամփոփիչ ճառով, երբ որ դրա ժամանակը կգա, ես կընձեռվի այդ հնարավորությունը։ Ավարտեցիք ձեր հարցերը։ Պայմաններում առաջարկում անցնել հաջորդ ապացույցների հետազոտման փուլ և կատարեն ամփոփելով բազմախոսքերը հետևապես հարցու պատասխանը արձանագրում ենք, որ այսօրի ներկայացուցիչը, ոստիկանության ներկայացուցիչը պետք է ներկայացնի հիմնավորում, թե ինչով է հաստատվում կամ հիմնավորվում, որ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը հատուկ պահպանվող օբյեկտ է, որով հիմնավորվի նաև պահանջի օրինական կամ ոչ օրինական լինելու հանգամանքը։ Ոնց եք կարծում, նման պայմաններում շարունակենք գործի դասականությունը հետազոտենք ապացույցները, թե կներկայացնենք այդ փաստի վերաբերյալ իրավական հիմնավորում կամ փաստական ինչ-որ հիմնավորում, որից հետո նոր կհետազոտենք գործում առկա ապացույցները։ Շարունակենք գործի դասականությունը, թե հետազոտենք։ Ես կարծում եմ, որ կարող ենք շարունակել։ Դուք Եթե դա դրանք կարծում եմ չի որոշում շարունակել։ Ժամի Ինչքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ այս փաստի հետ կապված ապացույցներ ստացնելու համար, հատուկ պահպանվող օբյեկտը, 1 օր, 2 օր, 10 օր։ Մեկ շաբաթ պետք է մանրակ։ Մանգալը չէ, որ շատ հարցներ անելու համար ես ու ես Մեկ շաբաթ, հա, ասացին։ Դատարանը լսելով դատավարության մասնակիցներին և կարևորելով այն հանգամանքը, որ պետք է ներկայացվի հիմնավորում, ինչով է հիմնավորում վարչականը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը որպես հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում ընդգրկված լինելը։ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ձեռք բերել այդ փաստի վերաբերյալ ապացույց, նոր հետո դրանց հետ միասին միաժամանակ նաև այդ հաղորդակցությունը հետազոտել որպես ապացույց, ուստի նման պայմաններում դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործի քննությունը հետաձգել, որը համաձայնեցնելու անհրաժեշտություն կա հունիսի 12-ը։ 10:35, 10:35, 14:35,